Գիտեիք, որ Աստվածաշնչում կան խոսքեր, որոնք ստիպում են դևերին դողալ։ Այսօր մենք միասին կխորանանք այդ հզոր հատվածների մեջ, որոնք կարող են արմատապես փոխել ձեր հոգևոր կյանքը։ Բայց նախքան սկսելը խնդրում եմ հավանեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակը, որպիսի բաց չթողնեք որևէ թողարկում։ Կիսվեք այս տեսանյութով նրանց հետ, ում անհրաժեշտ է լսել այս պատգամը։ Եկեք միասին տարածենք Աստծո խոսքը։ Իսկ հիմա խորանանք այս զարմանահրաշք թեմայի մեջ։ Պատրաստ եք։ Առաջին, երբևէ զգացել եք, որ ինչ-որ անտեսանելի բան պայքարում է ձեր դեմ։ Զգացել եք, որ չնայած ձեր բոլոր ջանքերին, ինչ-որ բան խանգարում է առաջ շարժվելուն։ Կարծես անտեսանելի ուժեր պատերազմ են մղում ձեր կյանքի դեմ։ Այս պայքարը ձեր երևակայության արդյունքը չէ, եւ դուք միայնակ չեք։ Բոլորս հանդիպում ենք պահերի, երբ կյանքի ծանրությունը դառնում է անտանելի։ Այս մարտերը հաճախ չունեն տրամաբանական բացատրություն, բայց իրենց հետևից թողնում են հոգնածություն եւ հիասթափություն։ Դա կարող է լինել մշտական վախ, անհանգստությունից առաջացած անկնություն կամ անբացատրելի ճնշվածության զգացում։ Սա միայն զգացմունքային չէ, սա հոգևոր է։ Աստվածաշունչը զգուշացնում է մեզ այս անտեսանելի պատերազմի մասին։ Եփեսացիներին ուղված նամակում 6:12 հատվածում ասվում է, որ մեր պայքարը մարմնի եւ արյան դեմ չէ, այլ չար հոգևոր ուժերի։ Սա նշանակում է, որ գոյություն ունեն անտեսանելի թշնամիներ, որոնք ձգտում են թուլացնել մեզ եւ հեռացնել ճշմարտությունից։ Բայց ահա բարի լուրը, Աստված մեզ անօգնական չի թողել։ Նա մեզ տվել է հզոր գործիքներ այս հարձակումներին դիմակայելու համար։ Սա հոգևոր զենք է, որն ունակ է քանդելու ցանկացած ամրություն, որ թշնամին փորձում է կառուցել մեր կյանքում։ Այս տեսանյութում մենք կխոսենք աստվածաշնչյան խոսքերի մասին, որոնք կարող են կաթվածահար անել դևերին։ Սրանք պարզապես բառեր չեն, դրանք աստվածային իշխանության հայտարարություններ են, որոնք հոգևոր պատերազմները վերածում են ապահով հաղթանակների։ Պատրաստ եք սովորել, թե ինչպես օգտագործել դրանք։ Պատկերացրեք, որ գտնվում եք պատերազմի կենտրոնում, բայց չեք տեսնում ձեր թշնամուն։ Ճիշտ այդպես է տեղի ունենում հոգևոր պատերազմում։ Սատանան եւ նրա դևերը գործում են ստվերից, հարձակվելով մեր մտքի, մեր զգացմունքների եւ մեր հոգու վրա։ Շատ մարդիկ ապրում են անտեսելով այս իրականությունը։ Նրանք կարծում են, թե անհանգստությունը, դեպրեսիան կամ կախվածությունները զուտ մարդկային խնդիրներ են, սակայն հենց այդպես է թշնամին մեզ պահում այս թակարդներում, հեռացնելով Աստծուց։ Այս պատերազմի հաղթանակի գաղտնիքը դրա գոյությունը ճանաչելն է եւ գիտակցելը, որ մենք միայնակ չենք պայքարում։ Աստված մեր կողքին է։ Նա զորացնում է մեզ եւ իշխանություն է տալիս դիմակայելու ցանկացած հարձակման։ Այստեղ են գործում աստվածաշնչյան խոսքերը։ Աստծո խոսքը այս պայքարում ամենահզոր զենքն է։ Այն պաշտպանում է մեզ, առաջնորդում եւ իշխանություն տալիս թշնամու նկատմամբ։ Մնացեք մեզ հետ, որպեսզի միասին ուսումնասիրենք այս խոսքերը եւ հասկանանք, թե ինչպես կարող են ամբողջությամբ փոխել ձեր մոտեցումը հոգեվոր փորձություններին։ Ձեզ պետք չէ ապրել որպես զոհ։ Դուք կոչված եք հաղթանակի։ Երրորդ. Ինչու են որոշ աստվածաշնչյան խոսքեր ստիպում դևերին դողալ։ Երբևէ մտածել եք, թե ինչ զորություն ունի Աստծո խոսքը։ Սրանք պարզապես գրքում գրված տեքստեր չեն, այլ կենթանի եւ գործուն հայտարարություններ, որոնք լցված են իշխանությամբ։ Այդ խոսքերը նման են հոգևոր սրերի, որոնք պատրաստ են կտրել ցանկացած չար ծրագիր։ Դևերը լավ գիտեն այս խոսքերի զորությունը։ Երբ Հիսուսը դուրս էր հանում չար հոգիներին, նա կարիք չուներ բարդ ծեսերի կամ երկար խոսքերի։ Ամենահրաշալի բանն այն է, որ նույն իշխանությունը հասանելի է նաև ձեզ։ Երբ դուք հռչակում եք այս խոսքերը հավատքով եւ սովորում եք կիրառել դրանք ձեր կյանքում, ամեն ինչ փոխվում է։ Պատրաստվեք, որովհետեւ այնինչ կբացահայտենք, կարող է փոխել ձեր աղոթքի եւ հոգեվոր պայքարի ձևը։ 4. Ամենահզոր հոգեվոր զենքը՝ Հիսուսի անունը։ Բոլոր հոգևոր զենքերից ամենահզորը Հիսուսի անունն է։ Սա պարզապես անուն չէ, այլ աստվածային իշխանության հռչակում, որը ստիպում է խավարի ուժերին դողալ։ Գործք առաքելոց 4:12-ում կարդում ենք. «Եվ ուրիշ ոչ մեկում փրկություն չկա, որովհետև երկնքի տակ մարդկանց տրված ուրիշ անուն չկա, որով մենք կարող ենք փրկվել»։ Սա նշանակում է, որ Հիսուսի անունը հաղթանակի խորհրդանիշ է։ Երբ դուք արտասանում եք նրա անունը հավատքով, հոգևոր մթնոլորտը փոխվում է, խավարի ուժերը նահանջում են, եւ դուք զգում եք խաղաղություն, որը գերազանցում է ամեն միտք։ Բայց այստեղ կա մի գաղտնիք, այս զենքը գործում է միայն հավատքով։ Խոսքը մեխանիկական կրկնության մասին չէ, այլ հավատքի, այն իշխանության հանդեպ, որը կրում է այդ անունը։ 5-րդ խոսքը. Իշխանությունը, որ Հիսուսը տվել է մեզ։ Առաջին խոսքը, որ դուք պետք է ճանաչեք, Լուկաս 19-ն է։ Ահա ձեզ իշխանություն եմ տալիս ոտնակոխ անելու օձերին ու կարիճներին եւ թշնամու ամբողջ զորությանը, եւ ոչինչ ձեզ չի վնասի։ Սա Հիսուսի ուղակի խոստումն է իր հետևորդներին։ Այստեղ օձերն ու կարիճները խորհրդանշում են չար հոգևոր ուժերը։ Հիսուսը ասում է, որ մենք իշխանություն ունենք նրանց վրա։ Մենք պարտավոր չենք ապրել վախի մեջ, որովհետև հաղթանակն արդեն ձեռք է բերվել։
Այս իշխանությունն օգտագործելու գաղտնիքը հավատքով գործելն է։ Երբ դուք հռչակում եք այս խոսքը աղոթքում, հիշեցնում եք թշնամուն, որ նա իշխանություն չունի ձեր վրա։ Սա բանալի է, որը բացում է հոգևոր ազատության դռները։ 6. Գործք առաքելոց 4:2-ի ազդեցությունը խավարի ուժերի վրա։ Այս խոսքը ոչ միայն հաստատում է Հիսուսի դերը որպես փրկիչ, այլ նաև բացահայտում է այն վախը, որը նրա անունը առաջացնում է հոգևոր աշխարհում։ Սա հաղթանակի ճիչ է, որը արձագանքում է հոգևոր թագավորությունում։ Երբ դուք հռչակում եք այս խոսքը, հայտարարում եք, որ ձեր կյանքը պաշտպանված է տիեզերքի ամենամեծ զորությամբ։ 7. Ղուկաս 10:19 որպես պաշտպանիչ Վահան։ Այս խոսքը մեզ տալիս է հոգևոր պաշտպանություն։ Այն հիշեցնում է, որ ոչ մի հարձակում չի կարող գերազանցել Աստծո պաշտպանությունը։ Բայց այդ պաշտպանությունը դրսևորվում է միայն այն ժամանակ, երբ մենք գործում ենք հավատքով։ 8. Օձերի և կարիճների վրա քայլելը։ Այս պատկերները ներկայացնում են հոգևոր վտանգները, սակայն իշխանությունը, որ Հիսուսը տվել է մեզ, գերազանցում է ցանկացած չարուժ։ Երբ դուք հռչակում եք այս խոսքը, դուք զբաղեցնում եք իշխանության դիրք հոգևոր աշխարհում։ 9. Խոսքը որպես սուր, որ ցրում է խավարը։ Մատթեոս 4:4-ում գրված է. «Մարդը ոչ միայն հացով պիտի ապրի, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ Սա այն հոգևոր սուրն է, որով Հիսուսը հաղթեց սատանային։ Այս խոսքը մեզ սովորեցնում է, որ Աստծո խոսքը մեր ամենաարդյունավետ զենքն է սուտի և գայթակղության դեմ։ 10. Ինչպես է հոգևոր իշխանությունը փոխում ամեն ինչ։ Երբ դուք պիտակցում եք, որ Հիսուսը ձեզ զորություն է տվել, ձեր վերաբերմունքը կյանքի մարտահրավերների նկատմամբ փոխվում է։ Դուք այլևս զոհ չեք, այլ հոգևոր մարդիկ։ 11. Ինչու է թշնամին ատում, երբ դուք ճանաչում եք ճշմարտությունը։ Հովհաննես 8:32-ում գրված է. «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Այս ազատությունն է, որից սատանան ամենից շատ վախենում է։ 12. Ինչպես կիրառել այս խոսքերը առօրյա կյանքում։ Իմանալը միայն առաջին քայլն է։ Իրական փոփոխությունը գալիս է այն ժամանակ, երբ դուք սկսում եք կիրառել այս խոսքերը ամեն օր, աղոթքի, հայտարարության և հավատքի միջոցով։ 13. Ինչ է նշանակում աղոթել Հիսուսի անունով։ Սա պարզապես ձևականություն չէ, այլ հավատքի գործողություն, որը իր մեջ կրում է մեծ հոգևոր իշխանություն։ Երբ դուք աղոթում եք Հիսուսի անունով, դուք ապավինում եք նրա հաղթանակին խաչի վրա։ 14. Ապաշխարություն հոգու ազատագրման համար։ Ապաշխարությունը հզոր հոգևոր զենք է, որը փակում է դռները, որոնց միջոցով թշնամին փորձում է գործել մեր կյանքում։ Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, մենք ստանում ենք ոչ միայն ներման, այլ նաև նորոգման շնորհ։ 15. Հիմա ձեր հերթն է հռչակել հաղթանակը։ Դուք լսեցիք այս հզոր խոսքերի մասին, բայց այժմ ժամանակն է դրանք կիրառելու։ Դուք զոհ չեք, դուք հոգևոր մարդիկ եք, զինված Աստծո խոսքով և Հիսուսի անունի զորությամբ։ Հաղթանակն արդեն ձեռք է բերվել։ Հիմա ապրեք դրա մեջ։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։ Թող այս տեսանյութը օրհնություն լինի ձեր կյանքի համար։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, որպեսզի շարունակեք ստանալ նյութեր, որոնք կզորացնեն ձեր հավատքը։ Թող Աստված առատապես օրհնի ձեզ և կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Շուտով տեսնվենք։